Բարև ձեզ, պարոն Արուշանյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Հեռավորությունը իհարկե թույլ չի տալիս, որ տետատետ հարցազրույց իրականացնենք, բայց, ինչպես ասում են, հանրային պահանջ կա։ Կիրակի օրը դուք անակնկալ մոտեցաք Նիկոլ Փաշինյանին եւ նրա կողքին քայլում էիք, ինչպես սովորական շարքային ԿՊԱ կաններ։ Ինչու միացաք Նիկոլ Փաշինյանին։ Դուք պատրաստվում եք ԿՊ-ի համար ընտրություններին աշխատել։ Տեսեք, ես այս հարցին բազմիցս պատասխանել եմ, ևս մի անգամ պատասխանեմ։ Ես Գորիսի համայնքի ղեկավարն եմ, Հայաստանի Հանրապետության վարչապետի այս ամենում մեր համար։ Դա իմ պարտավորվածությունն է, որ դիմավորել Հայաստանի Հանրապետության վարչապետին, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչություն ունեն ուղղի մեր եւ համայնքի ղեկավարը պետք է պատասխանի այդ հարցին։ Ինչպես հենց այդ նույն իմ ընդունելության ժամանակ ինձ եղավ խնդիրները կային, որ վարչապետը ինձ հարց տվեց, որ այս ծրագիրը ինչ փուլում է կամ մյուս խնդիրը ինչ փուլում է, հարցերին ես պատասխանեցի։ Դա նորմալ է, մենք ունենք նորմալ շփում, կառուցողական հարաբերություններ ունենք, բնականաբար նորմալ է, որ այս պետք է դիմավորենք։ Գիտեք, հարցը նրանում է, որ դա ոչ թե աշխատանքային այց էր, այլ կուսակցական, քարոզչական միջոցառում էր, որը ենթադրում էր, որ գործնական աշխատանքային որևէ քննարկում համայնքի ղեկավարի հետ չի լինելու։ Եվ ձեր մասնակցությունը, ձեր մոտեցումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարող է մարդկանց մոտ կարծիք ձևավորել առ այն, որ դուք պատրաստվում եք ԿՊ-ի օգտին աշխատանք տանել ընտրություններին։ Տեսեք, վարչապետը բոլոր Հայաստանի համայնքներում հաճախ է լինում, այդ թվում նաև Գորիսում։ Կա տարին 2-3 կամ 4 անգամ կոնկրետ չեմ հիշում իր այսինքն։ Բոլոր ժամանակներում էլ բնականաբար կան հարցեր, որոնք առնչվում են նորից ընդգրկում համայնքի ծրագրերի հետ, համայնքի այն գործունեությունը, որը մենք ենք ծավալում ու իրականացնում։ Հիմա բնականաբար այդ ֆորմատի մեջ է եղել, ես այն հարցերն եմ պատասխանել, այն ինչ որ միազորությունների մեջ է։ Եթե կուսակցական ա եղել քարոզարշավը, թե ոնց է եղել թե ֆորմատի ձև ա եղել, ես էլ պատասխանել եմ այդ հարցերին, այն ինչ որ վերաբերում է Գորիս համայնքին, ոչ թե կոնկրետ կուսակցական որևէ հարցերին։ Հանրային նկատմամբ մեջ կան իրանք բնականաբար մարդիկ, որոնք այդ կուսակցության խնդիրներով են պատասխանատու եւ իրանք կուսակցության խնդիրների պատասխանատուները իրաց գործն են։ Իսկ այն կարծիքը, որ դուք աշխատելու եք ընտրություններին ԿՊ-ի օգտին, ինչ կարող եք ասել։ Իսկ ով այդ կարծիքը ասել։ Դատելով ձեր գործունեությունից, այդպիսի տեսակետ է ձևավորվել ընդդիմադիր դաշտում առնվազն։ Նկատի ունեմ ձեր սուբյեկտիվ կարծիքը։ Չէ, ընդդիմադիր դաշտում այդպիսի կարծիք կա ձևավորված, նույնիսկ քննարկումներ կա։ Մեր մամուլը շատ հաճախ անդառնում է Գորիսի մասնավորապես նաև ինձ տարբեր կարծիքներով ու այնպես են ձևակերպում տալիս, որ դա հստակ ինֆորմացիա է եւ ես եմ բան ասել։ Ես այս պայմանությամբ որևիցե կուսակցության անդամ չեմ եւ չեմ պատրաստվում որևիցե կուսակցության համար ձևակերպած աշխատանքներ հատուկ կատարել։ Ինչ որ մեկը զենքը դրել է ձեր գլխին, որ դուք վերջին շրջանում իշխանահաճո գործողություններ եք իրականացնում։ Իսկ երբևէ իմ ապրածը որևիցե քաղաքացու մարդու տեղ դրել է, որ եթե զենք դրեն գլխին, ես ինչ որ կարծիքներ կփոխեմ։ Առնվազն մի քանի տարի առաջ դուք պահանջում եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ավելին ժամանակ ասել եմ, կա խնդիր պատերազմի ժամանակ, Արցախի հետ կապված խնդիրներ կար այն ժամանակ։ Տեսեք, ես նույն դատարանի դիմաց նույն նախադասություն արտահայտվել եմ, դերսից դուրս գալու օրը նույն արտահայտությունը արտահայտվել եմ։ Իդեպ երկու անգամ մի անգամ մի քանի օր նստել, էլի բերդի առաջ նույնն եմ ասել, դերսից դուրս գալուց հետո ասել, դրանից հետո չեմ հիշում 10-11 ամիս նորից սրոկ եմ նստել, նորից այդ ժամանակ նույն նախադասությունը պատասխանել եմ։ Ես քաղաքապետարան ինձ երբեք չեմ համարել, որովհետև ես ինչ որ նախարար լինելու, մարզպետ լինելու, չգիտեմ ինչ որ պաշտոնի համար կամ կուսակցության համար չեմ աշխատել, որ այդ ձևակերպում տամ։ Իմ մոտեցումը հստակ է եղել, դա իմ կարծիքն է, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ես ուզել եմ որ պատերազմը շարունակվի։ Չշարունակվի երևի թե պատերազմը, ոչ թե շարունակվի։ Ոչ շարունակվի։ Շարունակվի, ես նման պացիֆիստական բաներ մոտեցումներ չունեմ։ Տեսեք, երբ դուք ասում եք, որ դուք ինքներդ ձեզ քաղբանտարկյալ չեք համարել, նշանակում է դուք իրավապահների գործողությունները դատարանի կալանք տալը
օրինաչափ եւ օրինական եք համարում։ Ինչը այդ օրերին այդպես չէր։ Առնվազն ձեր մերձավորները նաեւ Ես նման բան նոր ասեցի, որ ես օրինաչափ եմ համարում կամ օրինաչափ։ Դե եթե դուք ասում եք Այդպես սկզբունքային խնդիրներ գոյություն ունեն, որ ամեն մարդ իր տեսակետն ունի, իր ապրելու սկզբունքներ ունի, իր ապրելու որդեգրած սկզբունքներ ունի։ Իմ սկզբունքներին դեմ է նման հայտարարություններ անելը։ Հիմա ամեն մարդ իր կյանքի ապրելու ուղին է ընտրում, թե ինչ ձև է ապրում, թե ոնց է ապրում, թե իր քայլի երթականությունը ոնց է ձևակերպում։ Ես դա իմ սկզբունքներին դեմ եմ։ Գուցե կան մարդիկ, որ իրենց դեմ չի, դա նորմալ է խոսում են։ Իմ դեպքում դա նորմալ չի, ես չեմ ընդունում այդ տեսակետը եւ հետեւաբար չեմ կարող գնալ ինչ-որ ասել, գիտեք, ես ինչ դատախազը սենց է պահում կամ ինչ դատախազը նենց է պահում։ Ես իմ խնդիրները լուծում եմ ոչ թե տենց ինչ-որ հանրային տիրույթում, այլ լուծում եմ այն տարբերակով, որ տարբերակով ես եմ ճիշտ գտնում, որ պետք է լուծել։ Ձեզ կալանավորելու հարցներ դրված, սակայն այդ կալանքը տեղի չունեցավ եւ այսպիսի կարծիք կա, որ դուք գնացել եք կոմպրոմիսի, ձեր սկզբունքները մի կողմ եք դրել հանուն նրա, որպեսզի ձեզ չկալանավորեն։ Պաշտոնապես հայտարարում եմ, իմ կարծիքով նաեւ եթե ես ինչ-որ մարդու գնամ դիմեմ եւ ասեմ ինչ չդատեն, դա ես նախ չեմ համարում, որ դա տղամարդկություն է, դա իմ համար ամենաանբարոյական քայլերից մեկը կլինի ինչ-որ մարդ եթե նման ձև այլա դրսևորում։ Ես երբևէ որևէ անգամ որևէ մարդու դիմաց չկամ իմ քրեական գործերի դատերի հետ կապված։ Դատան դեմ են ժամանակ էլ, եթե չեմ սխալվում դուք եք գայիք, ուղիղ ասել եմ, որ ես սրոքից չեմ ուղղվում որևէ ներողություն բառերից համար, եթե զրնձարկեմ։ Ինձ համար նորմալ է, եթե ինչ-որ մի բան կարող դա օրենքի տեսակետից սխալ լինի, իմ բարոյական սկզբունքների տեսակետից ճիշտ լինի։ Եվ հետևաբար, եթե կա պրոբլեմ, որ ես պետք է դատվեմ, ես որովհետեւ խնդիր չեմ տեսնում։ Թող օրենքը որոշի, եթե կարծում ա դա ես սխալ եմ արել, օքեյ, կդատվեմ, որովհետեւ խնդիր գոյություն չունի։ Ես որևէ մարդու չեմ հանդիպել, երբեք որևէ դեպքում քաղաքական առարկություններ չեմ արել, չեմ անի, դա իմ սկզբունքների դեմ է։ Եվ նման բան չի եղել, եւ ինչ դուք հաջող ներկայացնում եք դատերի համար իշխանություններին ընդունում է, չի ընդունում, ոչ, դա դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Չկա որևէ պաշտոնյա, ես որ իրենք հարցով դիմաց լինեմ, ասեմ ինչ չդատեն, սենց կամ նենց։ Խնդիրը հետևյալն է, մարդիկ իմ հանդեպ ճիշտ քաղաքականություն են վարում, մեր համայնքի հանդեպ ոչ թե իմ անձին նկատում եմ։ Անօրինակ մենակ անցած տարի երկու հատ լուրջ խնդրով դիմել ենք տարածքային կառավարման նախարարությանը, մի հատ հարցի ժամանակ խնձորես գյուղում նաև եղել է վարչապետը, խնդիր ենք ասել եք ես խնդիր ունենք, ճանապարհը սարքի, մյուս սարքի, մենակ անցած տարի 5.5 միլիարդ դրամի երկու ճանապարհ է սարքել, խնձորես եւ խնձորես, Վերիշեն եւ Խոզնավար, սա մոտ 5.5 միլիարդ դրամ է, ասինքն մոտ 14 միլիոն դոլարից մի քիչ ավել գումար է։ Պարոն Արուշանյան, պետությունը անձինք չեն, այսինքն պետությունը տարածքային կառավարման նախարար Ես եղել եմ նախամարդկանց դիմել են, մարդիկ իրենց առաջ դրված խնդիրը կատարել են։ Հետևաբար ես որևէ ինչ-որ բան չի կարող չլինել։ Ես եթե դիմել եմ ոչ թե իմ, այլ մեր համայնքի համար։ Բայց դա բարի կամքի դրսևորում չի, պետությունը պարտավոր է համայնքի համար բյուջե հատկացնել։ Դա ինչ-որ անձի բարի կամքի դրսևորում չի եղել։ Տեսեք հիմա Այսինքն ամեն տարի պետությունը, կառավարությունը որոշակի սուբսիդիա է հատկացնում համայնքի զարգացման համար։ Այո։ Եվ միայն այն, որ համայնքի ղեկավարը Արուշ Արուշանյանն է, պետությունը նույնը համայնքի ղեկավարը նույնիսկ ցանկացած պաշտոնյա, հիմա կարա համայնքի ղեկավարը լավ աշխատի, համայնքը լավ զարգանա, կարա վատ աշխատի, իր հաղորդակցությունը զարգանա։ Նույնը պետությունը, մարդիկ կարան լավ աշխատել, պետությունը զարգանա, կարա մեծ աշխատել, նրանց հաղորդակցությունները զարգանա։ Հիմա այս դեպքում եթե մի բան դրական է, հիմա սկզբունքային է, որ այն ինչը դրական ասեմ, եթե ամեն տարի համայնքի տրվող դոտացիաները կոնկրետ թվերով ավելանում է, ես չեմ կարող դուրս հարցած ասեմ, չէ, չի ավելանում։ Լավ, հիմա ձեզ դուք շնորհակալություն եք այդպիսով հայտում Նիկոլ Փաշինյանին, երբ նախ իրենց ներկուսակցական քարոզարշավի ժամանակ միացաք եւ ողջունեցիք։ Իդեպ ձեր կարծիքով ինչու Նիկոլ Փաշինյանը չասաց բարև ձեզ պարոն Արուշանյան, այլ ասաց բարև ձեզ պարոն համայնքի ղեկավար, առնվազն ձեր ազգանունը չհնչեցրեց։ Հիմա դու ինչ խնդիր եք տեսնում չեմ հասկանում։ Դա նկատում եք լավ թե վատ է։ Ես ուղղակի հարցնում եմ, ձեր կարծիքն եմ հարցնում։ Պաշտոնը եթե դիմում ես նորմալ է, ես հիմա վարչապետին դիմել եմ, բարև ձեզ պարոն
Վարչապետ Բաղոյի։ Պարոն Արուշյան, դուք երբևէ վերջին Կամ շրջանում որ մեծ տպավորություն, որ համենայնիվ ուզում եք մի տենց ինտրիգնի խնդիր տեսնել։ բոլոր հարցերը տալիս եմ ինձ եւ հասարակությանը։ Ես ունեմ նորմալ կառուցողական Հանդիպում ունեցել եք Նիկոլ Փաշինյանի հետ առանձին եւ ինչ որ հարցով, անձնական հարցով խնդրանք ունեցել եք իրեն։ Հանդիպումներ ունեցել ենք, բոլորը լուսաբանել են։ Այսինքն առանձին հանդիպում չի եղել, եղել է բացառապես աշխատանքային հանդիպում։ Մեր բոլոր հանդիպումները բացառապես եղել են երկրի պետության, համայնքի կամ տարածքների կապված հարցերով։ Դուք ինչ դերակատարում եք ունենալու ընտրություններին Նիկոլ Փաշինյանի թիմի համար։ Ձեզ խնդրել են, դիմել են որևէ հարցով։ Ոչ։ Այսպես ասած կուլիսներում աշխատանք չեք տանելու։ Ասենք լուրջ այսքան խոսալուց հետո ձեր մոտ տպավորությունն է, որ ես մի բան որ անում եմ, ինչ որ գախնի եմ անում կամ չեմ։ Պարոն Արուշյան, հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, որ տեխնացիոնի սանտարեմ, եթե տենց մտնեմ process-ի մեջ պայմանական եմ օրինակ բերեմ արձակուրդ վերցնեմ, ասեմ ես ընտրություններով եմ զբաղվում։ Ուղիղ կհայտարարեմ, բայց ես պայդրությամբ նման ցանկություն առասարակ չունեմ, որովհետեւ ինչ որ գործունեության մեջ ակտիվ ընկրկելու եւ այլն։ Մարդիկ ուզում են գնալ քվեարկի։ Համապետական ընտրություններից ամիսներ անց հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, խոշորացված համայնքի ընտրություններ է տեղի ունենալու Գորիսում։ Դուք առաջադրվելու եք։ Այո, եթե դատված չլինեմ, այո։ Որ դատված լինեմ, էլի այո, օրենք չեմ անում, իրավաբաններ կբանան, ամեն դեպքում այո։ Իսկ ունեք մտահոգություն, որ ձեզ կդատեն։ Հիմա դատերա գնում է, կարող դատեն։ Ես շատ հանգիստ եմ վերաբերում դա, այդպես ինչ որ ինձ պետք չի դες դատել։ Իմ գենետիկ կոդում բազմից ասել եմ, դա նորմալ է։ Իմ պապերն էլ են մի քանի անգամ դատված իմ ազգում լիքը մարդիկ են, դա մեր ընտանիքում դա շատ նորմալ է։ Ես շատ հանգիստ եմ վերաբերում։ Դες հատուկ մի ինչ որ չգիտեմ, մամուլը այս ինչը դատվեց, ինչը դատվում է, հա դե հայտ տղայս բաղարցելի մեջ ես նա դրանց դատվեց։ Դուք հիմա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կիսում եք։ Դուք ինչ որ էլի ինչպես միշտ ինչ որ ինտրիգային հարցեր եք ուզում մտցնել այս ամեն ինչի մեջ։ Հիմա քաղաքականությունը ես քեզ կոնկրետ օրինակներ ձեզ ասեցի, որ օրինակ մարդիկ եթե լավ դրական գործեր են անում, ես չեմ կարող։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը այլ հարցի մասին է։ Ես ամենամարդ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Ինքը կարա այլ միտք ասի, իրականում այլ միտք ունենա։ Կարա ասենք այլ պատկերին, որովհետև պետության ղեկավարը կարա մի հատ նախադասություն ասի, աղա պատերազմ լինի կամ չլինի, երկիրը պատրաստ թե պատրաստ չի, պայմանական եմ օրինակները բերում։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, Գորիս համայնքի ղեկավարն եմ, եւ տես պաշտոն է, որովհետեւ մի կառույցի տես ենթակա սուպեր չի սա։ Ես ունեմ իմ տեսակետին եւ իմ տեսակետին միշտ հայտնում եմ։ Այո, ես ազգայնական եմ։ Իմ համար բարձրազգ արժեքը հայրենիքը եւ հավատքը։ Ամեն ինչից վեր է։ Հիմա ամեն մարդ չի տեսել նա։ Մարդիկ կան իրաց բարձրազգ արժեքը իրանց կնիկն ու երեխեն է։ Մյուսի մոտ չգիտեմ փողն է։ Մեկը կանամոլ է, մեկը թմրամոլ է, մեկը խաղամոլ է։ Իմ նայել չեմ, եթե դա պետք է նացիզմ դիտարկվի, ոնց դիտարկվի, դա մարդկանց տեսակետն է, ոնց ուզում են ընկալեն։ Իմ համար բարձրազգ արժեքը հավատք եւ հայրենիք։ Եվ հետեւաբար տես բխողի մտքերը կարող տարբեր լինեն։ Եվ ուրեմն եկեղեցու դեմ սկսված ես ասացի, ես շփում եմ գործնական։ Գործնականի մեջ մեր մոտ ամեն ինչ շատ ճիշտ է գնում, իդեալական է գնում։ Նաեւ այն ժամանակը դնացել ես հարցեր մի անգամ եմ ասել։ Նույնիսկ որ դատված եմ եղել, այնպես չի եղել, օրինակ Առավոտուն ասել այ Գորիսի համայնքի սուբվենցիաները մի հաստատեք, որովհետեւ այդտեղ կա խնդիր համայնքի ղեկավարի։ Պարոն Արուշյան, չեն առաջացել։ Դուք նշեցիք, որ ձեզ համար եկեղեցին հավատքը բարձրագույն արժեք է։ Նիկոլ Փաշինյանը մի տարեք է դա չեմ պատասխանել այդ հարցին։ Ես որ ասում եի կիսում եք համար բացարձակ արժեքը, ես հավատացի։ Վեհապարին հեռացնելու պահանջը ձեզ համար ընդունելի է։ Ես հավատացյալ եմ, իմ համար ամենաբարձր արժեքը դա իմ կրոնական համոզմունքն է։ Թեման բրավը խաղում եմ։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Իրինա Յոլյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իր սեփական դիմումի համաձայն հեռանում է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Ինչ է պատահել։ Նախ դիմումը եղել է
բնույթ Նիկոլ Փաշինյանի այստեղ այցից մի քանի օր առաջ։ Ձևակերպում այսպես է, հստակ որպեսզի այս թեմային էլ մի անգամ անդրադառնանք դաշտպագնենք այս թեման։ Իրինա Յոլյանը եղել է իմ թիմակիցը, ի սկզբանե երբ որ չեմ ուզում դες դետալանամ այն ժամանակներում ոնց է եղել, ինչ իրավիճակներ է եղել, ինչ պայքարներ եւ այլն։ Մենք հասցեությամբ հասել ենք համայնքի ղեկավարման կառավարմանը եւ այդ process-ների ինչ որ փուլում, վերջնափուլում ես չեմ նկատի ունեմ սկզբի մարտնչելի փուլերում, վերջի փուլում ինքը միացել է թիմին։ Այդպես եկել ենք այստեղ սկսել ենք աշխատել։ Իմ մոտեցումները հստակ են ակետից բեկետը, եթե դու թիմի անդամ ես, դու պարտավոր ես անել այն, ինչ մոտեցում ունեմ ես։ Դա հիմա ոնց անկալում, բացասական անկալում, թե դրական անկալում։ Այսինքն ինչ է արել Տիկին Յոլյանը։ Թողացեք միտքս արտահայտեմ միջևերջ։ Նա մի քանի օր առաջ դրանից դիմումից առաջ եկել է իմ կաբինետ եւ ասել, որ առաջարկություն է ստացել քաղաքական պատգամավոր տեխնացու եւ այլն։ Որ թիմից։ Մեր ձևով թիմից։ Ամեն դեպքում դեպս։ Սամվել Կարապետյանի թիմից։ Խնդիրը նայել չի այս դեպքում, թե որ թիմից որ կուսակցություն կգնար եւ այլն։ Խնդիրը նա է, որ այստեղ որոշումներ կայացնում է մի օքի եւ երկրորդ կարծիքներ չկան։ Սա հստակ է եւ ես շատ բարձ ասում եմ, որ սխալ որոշում ունի, չի կարող թիմից մեկը դուրս գա եւ ինքնուրույն կարծիքներ ունենա, որոշումներ ունենա եւ այս դրանից հետո իրենք վերաբերում են ճշնամաբար։ Այսինքն հիմա դուք եւ Տիկին Յոլյանը ճշնամաբար եք բաժանել։ Լսեք միտքս, ես ասում եմ ինչ խոսակցություն եղել է թեման դրանից պատմում։ Եվ ասել եմ Միքայելովը չի կարող թիմի մեջ լինել, ուրեմն հենց սրոպային կդիմում պետք է գրի ազատի աշխատանքից։ Այստեղ տեսեք, եթե ես որոշումս նայ որ մարդիկ պետք է գնան ամենքում զմատրի, ուրեմն այդ ձևը լինի։ Չի կարող ինչ որ մեկը թիմի մեջ դուրս գա եւ այս կուսակցություն կամ այն կուսակցություն աշխատի։ Չկա նման մոտեցում, չի կարող լինել։ Դա իմ աշխատելու ձևաչափն է։ Մեր ժողովուրդը ես այնպես չի որ եկել եմ այստեղ այդ կեղծ քաղաքական բառերն եմ օգտագործել դեմոկրատական արժեքներ, մյուսներ։ Կա հստակ, ուզում եք լավ լինի։ Սա է մոտեցումը։ Okay, վստահ եք անեն։ Չէ, գնացեք ում ուզում եք նրան վստահեք։ Ու երկրորդ կարծիքներ այստեղ չի կարող լինի։ Եթե ներողություն ձեզ արտահայտում, եթե մածումը սև է, ուրեմն սև է։ Դե երկրորդ կարծիք չկա։ Ում հարմար չի, ուրեմն դուրը բաց է, ինքը պետք է գնա հակառակ կողմում կանգնի։ Այս դեպքում ես կանխավ հայտարարել եմ, որևիցե մեկը որևիցե ռիսկի շարժումներ չտեսնեմ, չլսեմ, ես կգա օրը կասեմ ոնց եք անել։ Հիմա թե օրը կգա ես ոնց եմ ասելու անում, բոլորը պարտավոր են սպասեն, մինչև այդ օրը ես ոնց կասեմ այդ ձեր կանեմ։ Պարոն Արուշանյան, երեկ Հայաստան Դաշինքի թիմը հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է եւ տարիներ առաջ ձեր վարչապետի թեկնածուն գրքին Ռոբերտ Քոչարյանն էր։ Ինչ է փոխվել եւ ինչպես է գնահատում նախագահ Քոչարյանի շանսերը։ Առասարակ ես տենց գնահատել, չգնահատել տենց այդ մասնագետը չեմ, որ գնահատականներ կամ թե որ կուսակցություն ինչ կամ ձեն կավաքի նորմալ հարաբերություններ ունեմ նախագահ Քոչարյանի հետ, այդքանը։ Այս անգամ ես նորից եմ կրկնում քաղաքական այդ ընտրական պրոցեսների մեջ ներգրաված չեմ։ Առհասարակ ներգրաված չեմ։ Իսկ ինչ է պատահել։ Վիճել եք, ինչ ծև կատու է անցել ձեր եւ Հայաստան Դաշինքի միջև։ Ոչ մի։ Ամեն ինչ նորմալ է։ Նորմալ հարաբերություններ են, ես բոլոր կուսակցություններն շատ ընկերներ ունեմ, այնտեղ նույնպես շատ ընկերներ ունեմ։ Եվ այնպես որ իմ ընկերների հետ ընկերություն անելուց ես ընտրում եմ թե ինչ կուսակցությունից է կամ ինչ աշխարհայացողություն ունի քաղաքական նկատմամբ։ Պարոն Արուշանյան, ձեզ ընկալում էին եւ դուք էլ դիրքավորվել եք հանրության մեջ որպես ճշտի ասպետ, այսպես ասեմ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձեր ամենամտերիմ ընկերներից մեկին կալանավորեցին։ Խոսքը վերաբերում է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։ Որպես ճշտի ասպետ։ Որը այն ժամանակ միասին ենք կալանավորել։ Ոչ, վերջերս։ Վերջերս կալանավորեցին։ Դուք ձեր ընկերոջ
կալանավորումը օրինաչափ եք համարում եւ ձեր պայքարը ձեր ընկերոջ համար ինչպես եք պատկերացնում։ Պարոն Արտուր Սարգսյանը իմ ամենօրվա ընկերն է։ Ես Արտուր Սարգսյանի հետ ընկերություն եմ արել դեռ շատ վաղուց, երբ ոչ ինքն համայնքի ղեկավար էր, ոչ ես եմ համայնքի ղեկավար եղել։ Չգիտեմ, շատ երկար տարիներ ենք ընկերություն արել եւ ընկերություն ենք անում, այն ընկերը կա, եղել է կա եւ այն ընկերը քաղաքական դու ճիշտ ή սխալի մեջ եթե դուք խոսում եք, ես հանրայինություն ճիշտ ու սխալը ինձ թվում է միշտ կարող այնց կոռեկտ չի եթե ինչ-որ փողոցի լեքսիկոնով արտահայտվեն։ Արտուր Սարգսյանն ասացի իմ մոտեցումները քաղաքական հարցերի շուրջ, պարոն Սարգսյանը ինքը իր գնահատականը դա ճիշտ է սխալ է թե ոնց է։ Իսկ դուք ինչպես եք։ Ես նաև ես տեսեք, ես իմ մասով եմ չի ասում, ես ոնց եմ գնահատականներ տալիս։ Բնականաբար ես բոլոր բանտում գտնող լավ մարդկանց, լավ տղեկին, ազատություն բոլորին առանց բացառության։ Դա իմ մոտեցումն է, տեսակետն է, որ մի լավ առողջ adekvat մոտեցում ունեցող մարդը կուզի որ կալանավարում մարդիկ լինեն, ովքեր լավ մարդիկ են, ազատություն բոլորին։ Արտուր Սարգսյանը, որս եմ կրկնում, իմ ընկերն է, իմ ամենօրվա մենք, այսպես ասեմ, մի ընտանիքի մարդիկ ենք, մեր բոլոր խնդիրները մեկը մյուսինս են։ Քաղաքական տեսակետների շուրջ պարոն Սարգսյանը ունի այլ տեսակետներ, այլ մոտեցումներ, ես ունեմ այլ տեսակետներ, այլ մոտեցումներ, ամեն մի ընկեր ունի տեսակետներն ու մոտեցումներ։ Պարոն Սարգսյանը իր տեսակետների մեջ ազատ է եւ բազմից են կապացել, որ ինքը ինչ կարծիք ունի, բարձրաձայնում է եւ արտահայտում է։ Բնական ինքը այլ մարդու շարժում սկսի մյուսի հետ կամ մյուսի հետ, ես այդ շարժման գաղափարը չկիսեմ եւ այլ, բայց դա չնշանակում որ պարոն Սարգսյանը իմ ընկերը չի։ Պարոն Աշենյան, հարցը նրանում է, որ դուք ձեր քաղաքական գործունեությունը ավելի ընդլայնել եք Հայաստան Դաշինքի անդամակցելով, միանալով Հայաստան Նկատունեք ընդլայնել եք։ Այսինքն եղել եք Հայաստան Դաշինքի падգամավոր։ Ցուցակում եք եղել։ Եվ հիմա դուք առնվազն որևէ աջակցություն կամ որևէ խոսք չեք ասում այս դաշինքի հետ կապված։ Հակառակը դուք բավականին հետաքրքիր մոտեցումներ եք ցուցաբերում իշխող ուժի նկատմամբ, մասնավորապես ամեն անգամ դիմավորում եք Նիկոլ Փաշինյանին, ինչպես արդեն նշեցի, ներկուսակցական քարոզարշավին եք մասնակցում, ձեր ներկայությամբ նաև ցույց եք տալիս ձեր ընտրողներին, որ աջակցում եք իշխող ուժին։ Ի վերջո, որ կողմում եք դուք։ Ընդդիմադիր համայնքապետ եք, թե իշխանական։ Հստակ ձեր հարցին պատասխանեմ։ Քա այս ընտրությունների որևիցե process-ների մեջ ներգրավվածություն չեմ ունենալու։ Դու մի հատ sense լինի, դու արդի գնան ով ուզում անդրի։ Իսկ բոլորն է կարծիքներ ունեն, տեսակետներ ունեն, ներգրաված process-ներում չեմ լինելու։ Իսկ ձեր ընտրությունների ժամանակ դիրքավորվելու եք որպես ընդդիմադիր համայնքի ղեկավարի թե իշխանական։ Իմ ընտրությունների ժամանակ Արուշ Արուշանյան դաշինքը այդ ոնց ձևակերպում եղել է, ոնց ես ընտրվել եմ, նույն տրամաբանության մեջ գնալ եմ ընտրության։ Իսկ իշխանությունը կարծիք կա, որ խոստացել է, որ թեկնածու չի ունենալու, որպեսզի դուք բացարձակ ձայներով հաղթանակ տանեք։ Ում է խոստացել։ Առնվազն ձեզ, որ եթե օրինակ ընտրություններին ստվերային աջակցություն ցուցաբերեք Նիկոլ Փաշինյանին, ապա ես ուզում եմ հասկանամ այս այդ մտքերը իրականությանը չհամապատասխանող մտքեր։ Ձեր գործողություններից է բխում այս մտքերը, պարոն Արշանյան։ Դա այդ ներարկում է հասարակության մեջ։ Ես որևէ նման քննարկում չեմ ունեցել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունի, եթե առաջարկելու է տեխնացու, շատ բարի։ Չառաջը դա իրաց որոշումն է, ես ոչ իրաց քաղաքական process-ների մեջ խառնվում եմ, ոչ ես կապ ունեմ, որ խառնվեմ, իրաց որոշելիքն է։ Ինչ է նշանակում բարձրազարկ մեծամասնություն կունենաք։ Դե եթե բերդում նստած այդ մոտ 70%-ով հաղթել եմ, հիմա բարձրազարկ մեծամասնություն։ Հաղթել եք որպես ընդդիմադիր տեխնացու։ Հաղթել եք որպես ընդդիմադիր տեխնացու։ Դուք կարծում եք, որ քաղաքապետի ընտրությունների մարդիկ նայում են թե կուսակցությունից է։
Այսպես միշտ եմ Դուք ինչ եք մտածում, ինչպես եք կարծում։ Քաղաքապետի ընտրությունները համասնական ընտրությունների հետ որևիցե կապ չունեն։ Դա ով ինչ կարծիք ուզում է թող արտահայտի, ով ոնց պատկերացնում է, ինչ պատկերացնում է։ Դրանք տարբեր ընտրություններ են։ Մարդիկ տարբեր տեսակետներ։ Սա այստեղ ընտրում են անձին, ում հետ են իրանք ընկերություն անում, ում հետ են շփվում, ով է կոնկրետ մարդկանց խնդիրներով զբաղվում, ով չի զբաղվում։ Նաև կանալինի համայնքի ղեկավար, օրինակ մարդկանց հետ չի շփման եզրակ չունենա, չգիտեմ, որ տանես մարդու տունը ոսկուց է սարքես, այդ նես շուրջ քեզ պիտի գնա քավիակրում։ Մարդիկ տարբեր տեսակետներով, տարբեր ռակուրսներով են նայում հարցերին։ Ամեն դեպքում միշտ իմ կարծիք է տես եղել, որ համապետական ընտրությունը կապ չունի ընտրությունների հետ։ Դրանք լավ տարբեր մոտեցումներ են, տարբեր իրավիճակներ։ Դուք բացառում եք, որ ընտրություններով էլ ես կարող ասեմ, որ դա տենց է եղել։ Տեսեք, նույն ընդդիմադիր հայացքով 21 թվականին մենք ընտրության էինք, տեսեք էլ քանի տոկոս ձեն հավաքեցինք ու քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը հաղթեց գույսում։ Դա դրանից 2-3 ամիս հետո թիմ ընտրություններն էր, եւ թիմ ընտրություններին մենք հաղթեցինք, քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը պարտվեց։ Տարբերությունները դրանք տարբեր են, հիմա կապ չունի դա թիմը եւ համապետականը, ես միշտ այդ կարծիքն եմ եղել, որ դրանք իրար հետ կապ չունեն։ Դուք բացառում եք էլի տես դարվակ ունեցել եք, օրինակ ես համայնքի ղեկավար ընտրությանը այս թիվը կարող մի քիչ զարվել է դու, այո 99.7% քվեր են ունեցել։ Կարծիք կա, որ հենց Ռոբերտ Ղուկասյանն է միջնորդում, որպեսզի դուք ստվերային աշխատանք տանեք ԿՊ-ի համար, խոստանալով, որ ձեր ընտրությունների ժամանակ ձեզ չեն խանգարի։ Նորից կրկնեմ, ընտրություններին իմ ընտրությունների ժամանակ խանգարելը նման թեմա երբեք չի եղել։ Ես Ռոբերտ Ղուկասյանի հետ ունեմ միջև իրամարսպետ լինել, մենք իրական հարաբերություն մենք միջև ընկերներ ենք եղել, միջև իրամարսպետ լինել։ Մենք չէ թե ընկերներ եղել, հետո ընկերություն ենք արել եւ ընկերություն ենք անում եւ մենք ունենք ամենօրվա ընկերական հարաբերություններ։ Ու այս պայմանավորվածություն ինչ որ չգիտեմ, այտենց այս կոմտան, այտենց ընդհանրապես այս խնդիրներ չկա։ Ընդհանրապես այս բան չի եղել, երբևէ չի եղել, որ ինչ որ նման պայմանավորություն ես հետո այսքան ես ուզում հասկանամ, ես երկրում էլ ոնց պետք է ապրես, որ դու հասկանամ դու ես տակով գխով ինչ որ օրինակներ են գրում Երևանից Facebook-ներում ինչ որ որոշ լրատվականներ պարանների վրա խաղալ։ Դե որովհետև դուք մի տարի առաջ, 2 տարի առաջ այլ անձ էիք, հիմա բոլորովին այլ։ Առնվազն ձեր քաղաքական դիրքորոշումը փոխվել է։ Իմ սկզբունքները միշտ նույնն են։ Ես ունեմ հստակ տեսակետներ եւ իմ տեսակետների մասին հստակ արտահայտում եմ։ Զբաղվում, եթե զբաղվում եմ, ասում զբաղվում եմ։ Կողմ եմ, ասում եմ կողմ եմ։ Դեմ եմ, ասում եմ դեմ եմ։ Ուղիղ։ Ոչ թե ստեղ ասում սենց, ներ ասում նենց, մի կողմը սենց, ես մի հատ տակով գլխով ես կոմենքում։ Տենց մոտեցումներ իմ մոտ չկան, հա, հայա, չէ։ Եթե ասեցինք, հա, ուրեմն ժելեզնիա միջև վերջ չէ, ուրեմն չէ։ Հիմա դուք կողմ եք Նիկոլ Փաշինյանին։ Ես ասում եմ, ես չեմ զբաղվում 2026 թվականի ընտրություններով։ Թող ժողովուրդը որոշի, ով ինչ անք, մեր քաղաքացիները ում պետք է թող էտան ընտրեն։ Դուք բացառում եք, որ ինչ որ մի փուլում քաղաքացիական պայմանագրի համար ելույթներ կունենաք եւ առնվազն աջակցություն կցուցաբերեք։ Ձեր ռեսուրսը գործի կդնեք ԿՊ-ի համար։ Ասենք դու կարծում ես, ես մի հատ առավոտը մի բան պետք է ասեմ մի բան, արդեն ձեզ հարցին ձեր պատասխանը։ Ինքը մի քանի անգամ։ Այսօր մեր ելույթը մի քանի անգամ պատասխանեց։ Շատ լավ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, լավ օր բոլորիս։ Լավ օր։